Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Նեղ ճանապարհին քեզ ուժ փոխանցողը։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, Աստծուն հավատացող մարդիկ նեղ ճանապարհն ընտրած ճամփորդներ են, որոնք հավատացել են Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումներին և այս կյանքում ընթանում են աշխարհի սկզբունքներին ու սովորություններին հակառակ։ Դա այնքան էլ հեշտ չէ, և Աստված քաջատեղյակ է այդ իրողությանը։ Տերը Իր անսահման սիրո ու հոգացության արդյունքում օգնության մի աննկարագրելիորեն զորավոր աղբյուր է հոգացել նեղ ճանապարհով ընթացող Իր յուրաքանչյուր զավակի համար։ Աստվածաշունչը մի զորավոր ունակություն է իր մեջ պարփակում, որի մասին շատերը չգիտեն։ Այն զորության աղբյուր է և ուժ ավելացնող միջոց։ «Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները» (Եբրայեցիս 4․10)։ Աստծու Խոսքը կենդանի է և ազդեցիկ։ Ինչպիսի՜ նկարագրություն։ Երբ դու քո ձեռքն ես վերցնում Աստվածաշունչը, այն սկսում է ոչ միայն խոսել քեզ հետ, այլև ազդեցություն ունի քո կյանքի ու հոգեվիճակի վրա։ Այն դրական ազդեցություն է բերում քո հոգու, շնչի ու մարմնի վրա, քանի որ ունակ է թափանցելու մինչև քո էության խորքերը։ 19-րդ Սաղմոս 7-րդ խոսքում գրված է. «Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին»։ Աստծու Խոսքը հոգին նորոգող հատկություն ունի։ Աստծու Խոսքը մարդուն իմաստուն է դարձնում։ Աստվածաշնչի հետ մտերմությունը և գրքերի Գրքից հոգևոր սնունդ ընդունելը ուժ և զորություն է փոխանցում քեզ, որպեսզի հաղթական կերպով հաղթահարես նեղ ճանապարհի բոլոր դժվարությունները։ Մատթեոս 4․4 խոսքում կարդում ենք Տեր Հիսուսի խոսքերը. «Գրված է. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի քանի գործնական խորհուրդ եմ ուզում քեզ տալ Աստվածաշնչի զորություն փոխանցող օրհնությունը քո կյանքում ընդունելու համար։ Առաջին՝ օրդ սկսի՛ր Աստվածաշնչի ընթերցանությամբ։ Որոշակի ժամանակ տրամադրի՛ր ամեն առավոտ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության համար։ Այս հարցում եղի՛ր կարգապահ։ Թույլ տուր, որ Աստված խոսի քո սրտին Իր հավիտենական Խոսքի միջոցով։ Երկրորդ՝ կարևորագույն հատվածներն անգիր սովորի՛ր։ Քո ընթերցանության միջից առանձնացրու և դուրս գրի՛ր որոշակի կարճ հատվածներ և անգիր սովորի՛ր դրանք։ Օրվա ընթացքում մտորի՛ր դրանց շուրջ և անհրաժեշտության ժամանակ հիշեցրու քեզ Աստծու Խոսքի այդ կարևոր ճշմարտությունները։ Եվ երրորդ՝ գտի՛ր Աստվածաշնչի սերտողության խմբակ կամ աշակերտական խումբ։ Մյուսների հետ քո հայտնություններով կիսվելը կամ նրանց ծառայությունն ընդունելն ու նրանց ծառայելը կխորացնի քո գիտելիքները Աստծու Խոսքի վերաբերյալ և կապահովի քեզ անհրաժեշտ աջակցությունը։ Եթե քո շրջապատում չկա որևէ եկեղեցի և դուրս ես մնացել հոգևոր խնամքից, ապա կապ հաստատի՛ր մեզ հետ, և մենք սիրով կաջակցենք քեզ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ես կամ աշխարհի որ ծայրում ես բնակվում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։